Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արմենակ Աբրահամյանի ելույթը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 10 ամյակին առիթով։ Լիդիա Մարգոսյանի ելույթը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 10 ամյակին առիթով։ Մայիսյան հաղթանակները բացառիկ նշանակություն ունեցան Հովիկ Ավանեսով։ Արևմտյան Հայաստանի հայ երիտասարդներու ինքնության պայքարը, հայրոց ցեղասպանության կյանքի հաղթանակն ենք ասարարած, Հունաստանի հայոց միություն, ֆրանսական նշանավոր շաբաթաթերթը պատմած է 2 անգամ փրկված հայկական գրադարանին մասին, Թշնամիները ծրող մռիգը, Թուման Թումյան, Բարոնուհին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Երևանի մեջ։ Սիրելի բարեկամներ, սիրելի հայրենագիտներ, թույլ տվեք առանձնահատուկ հիշատակումը ուղղել մեր ազատամարտիկներուն, ինչպես նաև մեր թրոշակիրներուն, որոնք ամենօրյա գերբով եւ բոլոր ճակատներուն վրա կշարունակեն մեր անվտանգության համար երկարատև պայքարը, բարձր պահելով մեր գույները, որպեսզի արդարությունը հաղթե։ Այսօր մենք հավաքված ենք միասին նշելու Արևմտյան Հայաստանի համար առանձնահատուկ օրը մայիսի 9։ Արևմտյան Հայաստանի համար երբ կխոսենք հաղթանակի մասին եւ երբ կուզենք դոնել այդ հաղթանակը, մենք կխոսենք ազատագրումի մասին, մասնավորապես մեր հողերու ազատագրության։ Շուշիի եւ անոր շրջանի ազատագրումը անբաժանելի մասն է այն հաղթանակի գաղափարին, զոր կպաշտպանի Արևմտյան Հայաստանը, ներառյալ Կարվաճարի շրջանի ազատագրումը եւ Արցախի մեծագույն մասի ազատագրումը։ Չկա հաղթանակ առանց ազատագրումի։ Չկա հաղթանակ, եթե այսպես կոչված հաղթանակը կնշանակե մեր հողերը օդարին հանձնել, ազգայնական եսասիրությունները գոհացնելու համար։ Հաղթանակը ոչ առասպել է, ոչ հեքիաթ։ Ան զոհության արդյունքն է, որոնք իրենց կյանքը տվին, որբեսի ապակա սերունդները գարենան ապրիլ եւ մեծնալ ազատագրված հողերուն վրա։ Փորձեցին եւ դակավին կփորձեն մեզի ներկայացնել 1918 թվականի մայիս 28-ը որպես հաղթանակի օր, մինչդեռ այն թվականն է, երբ անկախություն հռչակեց թշնամին, ով կգրավե մեր հողերը, տարածքները եւ բաշարները, եւ որ 1918 թվականի հունիս 4-ին Բաթումի մեջ կնքեց դաշինքը թշնամիին հետ, ամբողջ Արևմտյան Հայաստանը Թուրքիո հանձնելու համար, առանց Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդին ազատ եւ դեղեկացված համաձայնության, այն ժամանակ, երբ նույն ժողովուրդը կենթարկվեր բնաճնչման ծրագրի։ Ազատագրված Շուշի քաղաքը դարձավ հայկական վերածնունդի կենտրոնը պաշտոնական հիմնադիր քայլով Արևմտյան Հայաստանի հայրու ազգային խորհրդի հռչակագրով 2004 թվականի դեկտեմբեր 17-ին։ Հետևաբար այս հաղթանակը հնարավոր դարձուց նաև այլ հիմնադիր քայլի ընդունումը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության ծնունդը 2016 թվականի մայիս 9-ին։ Այսպես երկար դարիներու պայքարե, զոհողութենե եւ դարաբանքե ետք Արևմտյան Հայաստանը վերածնավ իր մոխիրներեն մինչեւ ազգային սահմանադրության ընդունումը, որ իր մեջ կներառե ոչ միայն պատմությունը, հիշողությունն ու ազգային գազམ-որման հիմնարար սկզբունքները, այլ նաեւ ինքնիշխանության եւ անկախության գլուխները հիմնված ազգային ինքնության վրա։ Ահա թե ինչու իմ պաշտոնով եւ լիազորությամբ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության 10 ամյակին առիթով Արևմտյան Հայաստանի քաղաքացիներուն, մասնակիցներուն, միջազգային կառույցներուն եւ պետություններուն կդրամատրեմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության իրավական եւ միջազգային օրինականության մասին եզրակացությունը։ Արևմտյան Հայաստանը հանրապետություն մնե հիմնված արդարության, շարունակականության եւ խաղաղության վրա։ Հարգելի հայրենագիտներն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Այս օրը ճիշտ 10 տարի առաջ ընդունվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրությունը, հիմնված 1920 թվականի ամբողջական հայկական պետության միջազգային իրավական ճանաչման վրա, որոնց շարունակող պետությունը Արևմտյան Հայաստանն է։ Գուզեմ հիշեցնել, որ մեր պետության իրավական ճանաչումը պատմական իրադարձություն մներ, որոնց միացավ նաև նախագահ Ուիլսոնի իրավարար վճիռը, որով սահմանվեցավ 1920 թվականի հայկական պետության եւ Թուրքիո միջև սահմանը։ Մեր սահմանադրությունը կհիմնվի անհերքելի իրավական հիմքերու վրա եւ ես կհրավիրեմ ամբողջ ազգը դիրանալու անոր։ 1920 թվականի հայկական պետության ճանաչման հարցը երկար ժամանակ դիտավորյալ կերպով ծածկված եւ գեղձված է մեր ժողովուրդեն։ Ազգային պատմության այս գիտելիքը նույնպես ամբողջությամբ շրջանցված է աշխարհի հայկական դպրոցներուն մեջ։ Մեր զավակները սորվեցան, թե մնացած է միայն այն փոքր տարածքը խորհրդային միության փլուզում են ծնած, որ ինքն իրեն վերակրեց Հայաստան անունը Արևմտյան Հայաստանի տարածքը վերածելով պատմության աննշան մանրուկիմը։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանի տարածքին վրա ծնունդ առած է աշխարհի առաջին պետություններեն մեկը իր բնիկ ազգով, որ ունի ավելի քան 10,000 տարվան պատմություն։ Այս տարածքին վրա են, որ գլխավոր դաշնակի սերությունները արտահայտված են հօգուտ 1920 թվականի հայկական պետության ճանաչման։
Միևնույն ժամանակ մեր պատմության գեղձարարները դոնած են եւ դակավին կտոնեն այսպես կոչված անկախությունը մայիս 28-ին, որ իրականության մեջ ազերիական ազգային անկախության դոն մնե։ Առանց Արևմտյան Հայաստանի Երևանի վարչակարգը իրականության մեջ չի հիմնվիր որևէ իրավական հիմքի վրա եւ ամեն միջոցի գտիմե իր համար իրավական հավաստիության պատրանք մստեղծելու նպատակով։ Այդ միջոցներեն մեկն ալ Արևմտյան Հայաստան եզրափանության իսկ չնչումն է, մինչդեռ ցեղասպանութեն են փրկված հայ ժողովրդի 80%-ը Արևմտյան Հայաստանի դարածքեն գսերի եւ նույնիսկ Երևանի վարչակարգի սահմանադրությունը գոյություն չեր ունենար առանց Արևմտյան Հայաստանի շունչին։ Հայ ազգին վերաբերող բոլոր իրադարձությունները կփխին Արևմտյան Հայաստանեն։ Մշակութային դաշտին մեջ Գոմիդաս Վարդապետեն մինչև Ազնավուր Արևմտյան Հայաստանի զավակներուն երկն ու երաժշտությունն է, որ կհնչի աշխարհով մեկ եւ մեր եկեղեցիներուն մեջ։ Մարդական աշխարհին մեջ ուր Միսակ Մանուշյանն է ուղենիշը, Արևմտյան Հայաստանի որդիներն էին, որ ինքան բադվո տաշտին վրա երկու համաշխարհային պատերազմներուն ընթացքին։ Հայ ազգը բնիկ ժողովուրդ է եւ իր նախնիներու հողին վրա ինքնորոշման իրավունքը ենթակա չէ բնակչության։ Անոր pedagogan կառուցվածքը եւ հանրային իշխանություններու գազմագերբումը իր ազգային սահմանադրության միջոցով կկազմեն անոր գոյության հավերժության պայմանները։ Հովիկ Ավանեսովը Երադոնին արիտով շնորհավորած է հայ ժողովուրդը ընդգծելով մայիսյան հաղթանակներուն Շուշիի ազատագրման եւ պաշտպանության բանակի գազմավորման պատմական նշանակությունը։ Ան նշած է, որ Շուշին հայ ժողովրդի հոգեվոր եւ մշակութային կարեւոր խորհրդանիշներն մեկն է, որ այսօր կգտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավանեսով դադարդած է Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը զայն բնորոշելով իբրև մշակութային ցեղասպանություն։ Ան գոչ ուղղած է միջազգային կառույցներուն կորցական քայլեր ձեռնարկելու հայկական հուշարձաններու պաշտպանության համար վստահություն հայտնելով, որ պատմական արդարությունը պիտի վերականգնվի, իսկ Շուշին վերստին պիտի դառնա հայկական մշակութային կենտրոն։ Նարե դին կկրե Կոստանտո Բոլսո մարդու իրավունքներու միության գազմագերբած հայ երիտասարդ ըլլալը խորակրով քննարկման ընթացքին երիտասարդ հայերը խոսած են Թուրքիո մեջ ազգային ինքնությամբ ապրելու դժվարություններուն, առօրյա խտրականության եւ ինքնության պահպանման կարեւորության մասին։ Բանախոսները ներկայացուցած են իրենց անձնական փորձառությունը, պատմելով թե ինչպես հայկական ինքնությունը հաջող մարդիկը կստիպե ընտրել անտեսանելի ըլլալու ճանապարհը։ Անոնք նշած են, որ առօրյա կյանքին մեջ հաջող կփախին նախաբաշխարումներու եւ վերաբերմունքի փոփոխության, երբ կբացահայտեն իրենց հայկական ցակումը։ Քննարկման ընթացքին անդրադարձ կատարված է նաև Արևմտյան Հայաստանի մեջ ապրող հայերու շրջանագին մեջ երկրորդ անուններ կործածելու երևույթին, որ հաջող կապված եղած է ապահովության եւ հասարակական ճնշումները խուսափելու ցանկության հետ։ Հիշատակված է նաև զինվորական ծառայության ընթացքին սպանված Սևակ Բալկջյանի պատմությունը։ Միաժամանակ երիտասարդները շեշտած են, որ հայկական ինքնությունը միայն պայքար չէ, այլ նաև մշակութային հարստություն, երաժշտություն, լեզու եւ պատմական հիշողություն։ Անոնք կարևոր նկատած են Հայաստանի հետ կապը, որ ըստ բանախոսներուն կօգնի ավելի խոր ճանաչելու սեփական արմատներն ու մշակույթը։ Քննարկումը ավարտած է այն համոզումով, որ երիտասարդ սերունդը պատրաստ է գոտրելու երկար տարիներու լրությունը եւ խոսելու սեփական ինքնության եւ պատմության մասին։ Մայիսի 10-ին Աթենքի մեջ տեղի ունեցած է հայրուց ցեղասպանության զոհերուն նվիրված գեղարվեստական ցերնակը գազմագերբված Հունաստանի հայոց միության եւ Աթենքի քաղաքապետարանին համագործակցությամբ։ Երեգոյի ընթացքին հնչած են հայկական մշակույթը ներկայացնող երգեր, հայ մեծանուն բանաստեղծներու ստեղծագործություններեն հատվածներ, հունարեն թարգմանությամբ, ասմունքներու ուղեկցությամբ, ինչպես նաեւ ներկայացված են հայկական ազգային բարեր։ Մշակութային հայդակրով հանդես եկած են Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը եւ Ավետիս հայկական ժողովրդական բարախումբը հայկական մշակույթի միջոցով հանդիսադեսին փոխանցելով ազգային հիշողության, թիմագայության եւ վերածնունդի ոգին։ Ցերնարգի գազմագերբիչները շնորհակալություն հայտած են բոլոր մասնակիցներուն, հյուրերուն եւ աջակցողներուն, ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունին պատմական արդարության եւ ազգային հիշողության պահպանման համար։ Ֆրանսական նշանավոր շաբաթաթերթը իր վերջին թիվին մեջ հրաբարակած է ցեղասպանութենեն փրկված քրատարանը խորակրով հոդվածը, որ նվիրված է Փարիզի մեջ գտնվող Նուբարյան քրատարանին, հայկական մշակութային ժառանգության իսկական հենասյուներեն մեկը։ Բարբերականը կնշե, որ ան կնկատվի աշխարհի հայկական մշակութային ժառանգության եւ հայրու ցեղասպանության պատմության պահպանման կարեւորագույն կետրոններեն մեկը եւ կգործե հայկական բարեգործական ընդհանուր միության հովանիի ներքո։ Քրատարանը հիմնադրված է 1927 թվականին Բողոս Նուբար Փաշայի եւ նշանավոր մտավորական Արամ Անդոնյանի գոմե։ Այսօր քրատարանին հավաքածոն կներառե շուրջ 45,000 գիրք։
Թուման Թումյան հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչներն էր, ով իր կյանքը նվիրեց Հայաստանի ազատագրական պայքարին։ Ան ծնած է Շուշիի մեջ եւ ուսանած Շուշիի հոգեվոր ջմարանին մեջ, ուր իր տասնգերներեն մեկ եղած է Քարեկին նշտե։ Թումյանը սպաղած է ազգային գաղափարներու տարածմամբ, զինված խումբերու գազմագերբամբ եւ ֆեդայական պայքարով։ Ան գազմած է մարտական խումբեր, որոնք մասնակցած են Սասունի ազատագրական պայքարին։ 1904 թվականին Օլտիի շրջանին մեջ անոր ջոկատը փախած է թուրքական զորքերուն։ Մարտին ընթացքին ռուս սահմանաբահները գրակ բացած են ֆեդայիներուն ուղղությամբ, ինչին հետևանքով Թուման Թումյան զոհված է իր մարտական ընկերներուն հետ միասին։ Անոր անունը մնացած է հայ ազատագրական պայքարի պատմության մեջ իբրև հերոսության եւ հայրենասիրության խորհրդանիշ։ Օրերս Երևանի Թեքեյան կենտրոնին մեջ ցուցադրվեցավ Հայաստանի եւ Արցախի մեծ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Կոքսի նվիրված Բարոնուհին վավերագրական ֆիլմը, որում ներկա էր նաեւ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը։ Ֆիլմը կներկայացնե Կոքսի 1991-ին սկսյալ հայանաբաստ գործունեությունը, մարդասիրական օգնությունները, Արցախյան հարցի միջազգային բարձրացումը եւ Արցախի վերականգնողական կենտրոնը, որ 2023-ի բռնի դիահանութենեն յետք վերապացված է Հայաստանի մեջ։ Վավերագրականը, որ նկարահանված է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիո մեջ, կներառե Լորդերու բալադի անդամներու եւ հարթ հիմնադրամի ներկայացուցիչներու վկայությունները, վերարժևորելով Կոքսի դաստիարակ այցելություններն ու նվիրված աջակցությունը Արցախին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։